Հայկական խոհանոցը աշխարհի ամենահին խոհանոցներից մեկն է, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում։ Այսօր կներկայացնեմ հին հայկական ավանդական ճաշատեսակներից 3-ի մասին հետաքրքիր փաստեր։ Հայաստանը հայտնի է իր բուսական և մսային ուտեստներով։ Դրանք միանշանակ արտացոլում են մեր երկրում առկա բնական ռեսուրսները՝ գյուղատնտեսությունից մինչև անտառային առատություն։ Խաշլամայի մասին հետաքրքիր փաստեր։ Խաշլաման բնությունից եկած ամենագեղեցիկ ուտեստներից է, որն բաղկացած է ոչ միայն մսից, այլ նաև տարբեր բանջարեղեններից, որոնք համեղ համադրություն են ստեղծում։ Սա դասական հայկական ուտեստ է, որը հաճախ պատրաստվում է խարույկի մոտ կամ հատուկ ջեռոցներում ավանդական ձևով։ Խաշլաման միշտ հանդես է գալիս որպես ընտանեկան համտեսի լավագույն տարբերակ։ Խաշլաման հայկական, ավանդական, ծիսական և հնագույն ճաշատեսակ է։ Այն ի սկզբանե ստեղծվել է ամբողջական կենդանու միսն օգտագործելու, ոսկորներն ու կոշտ մասերը փափկեցնելու համար և դարեր շարունակ եղել է հայ զինվորների հիմնական սնունդը։ Անվան ծագումը։ Խաշլամա բառացիորեն նշանակում է եփած միս։ Ավանդաբար, խաշլամա պատրաստելը համարվել է բացառապես տղամարդկանց գործ։ Այն վերածվել է իսկական ծիսակարգի, որն ուղեկցվում է բաց կրակի վրա երկար եփելու պրոցեսով։ Ուտեստի հարուստ համի գաղտնիքը միսը հենց ոսկորների հետ միասին շերտ առ շերտ թույլ կրակի վրա եփելն է։ Չնայած տարածվածությանը, չկա միասնական և ճիշտ բաղադրատոմս։ Յուրաքանչյուր տանը կամ շրջանում այն պատրաստում են յուրովի, մսի, բանջարեղենի և խոտաբույսերի տարբեր համադրություններով։ Որպես յուրահատուկ համեմունք, հայերը հաճախ խաշլամայի մեջ ավելացնում են գարեջուր կամ գինի, որոնք մսին տալիս են անկրկնելի նուրբ համ և բույր։ Գառնի յարախի մասին հետաքրքիր փաստեր։ Գառնի յարախը նաև հայտնի է որպես գառնու երախ անվանումով, հայկական ավանդական տաք ուտեստ է, որը պատրաստվում է սմբուկից և աղացած մսից։ Այն առանձնանում է ոչ միայն իր հարուստ համով, այլև ծագման ու մատուցման հետաքրքիր մանրամասներով։ Ուտեստի հայկական անվանումն իրականում առաջացել է գառնու երախ կամ գառնու ձոր արտահայտությունից, որն էլ պայմանավորված է սմբուկի կտրվածքի ձևով։ Այն լայնորեն հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում։ Բառացիորեն նշանակում է գառնու երախ, փորը կտրած, ինչը նույնպես նկարագրում է բացված սմբուկի տեսքը։ Ավանդական տարբերակում սմբուկը տապակվում է ամբողջական, միջնամասում երկայնական կտրվածք է արվում, երախի նման, և լցոնվում սոխով, լոլիկով և համեմված տավարի կամ ոչխարի աղացած մսով։ Որպես կանոն, լցոնված սմբուկները շարվում են թավայի մեջ, վրան լցվում է լոլիկի կամ տոմատի մածուկով սոուս և շոգեխաշվում մինչև պատրաստ լինելը։ Տժվժիկի մասին հետաքրքիր փաստեր։ Տժվժիկը հայկական խոհանոցի, ոչխարի կամ տավարի լյարդից ու թոքերից պատրաստվող կերակրատեսակն է։ Հազվադեպ պատրաստվում է նաև փորոտիքից՝ սիրտ, թոք, երիկամ։ Բավականին հեշտ ու արագ պատրաստվող կերակուր է։ Լյարդի օգտագործվող մյուս բաղադրիչների վրայից հեռացնում են թաղանթը, մթերքները լավ լվանում, կտրատում հավասար կտորների, տապակի մեջ ձետ լցնում և լավ տաքացնում, ավելացնում ալրապատ կտորները և տապակում մինչև կիսապատրաստ լինելը, ավելացնում կտրատած գլուխ սոխը, այդ տարբերակում նախօրոք սոխը կիսաօղակների կտրատում, բուսայուղով տապակում մինչև թափանցիկ դառնալը, մանր կտրատած լոլիկն են ավելացնում և աղն ու պղպեղը, ծածկում թավան կափարիչով և եփում մինչև պատրաստ լինելը՝ մոտ 7-ից 8 րոպե, աղը ավելացնում միայն վերջում, զարդարում մանրացված մաղադանոսով։ Տժվժիկը համեղ և հագեցնող ուտեստ է, որը սիրված է հայկական խոհանոցում։ Նուրբ մսի և հարուստ տոմատի սոուսի համադրությունը այս ուտեստը իսկապես համեղ է դարձնում։ Եթե ցանկանում եք զգալ հայկական խոհանոցի հարստությունն ու համը, ապա տժվժիկը ճաշատեսակ է, որն անպայման պետք է փորձել։ Սա կատարյալ ուտեստ է ձմռան ցուրտ օրվա կամ ընտանեկան հավաքույթի համար։